Ինչ արինք մենք մեր հայրենիքի համար, մենք դա կհնձենք։ Այն ողբերգությունը, որի միջով մենք անցանք վերջին 30 տարիներին, չի տարբերվում 1915 թվականից, նույն ապուշները ոչինչ չեն տարբերվում։ Դա տխուր է, բայց ճիշտ է, որ լավ մարդիկ մահանում են վատերը վայելելու համար։ Դուք ինքներդ ձեզ հարցրել եք, թե որքան կշարունակվի այս հիմարությունը։ Բոլորդ լուռ եք։ Ոչ ոք չի ուզում կանգնի աղետի առաջ, այսօրվա դրությամբ Հայաստանը լցված է սուտասան հայրենասեր հերոսներով, որը մահից չեն վախենում։ Արդյոք դա հնարավոր է, որ այն հերոսը, ով չի վախենում մահից եւ նա ապրում է մինչ այսօր, թողի Հայաստանը հասնի այսօրվա եզրին։ Հայրենասիրությունը դրոշը ծածանելու մեջ չէ, այլ ձգտում է, որ մեր երկիրը լինի արդար եւ ուժեղ։ Ազատությունը երբեք չի տրվում, նա սիրահարված է կարմիր արյան գույնի հետ։ Եթե մենք պետք է պայքարենք վտանգի ենթարկենք մեր արյունը, ապա թող այն թափվի մեր սեփական ազատության համար։ Մենք ազատությունը ավելի էժան ենք գնում, քան թե ստրկությունը։ Այս հանգամանքներում միակ մարդը, որ կանգնեց այս աղբի հավաքածու առաջ, իմ կարծիքով դոկ կուսակցության Վարդան Ղուկասյանն է։ Այս մարդը ուզում է զարգացած ժողովուրդ եւ երկիր ստեղծի, որ ժողովուրդը կարող լինի պաշտպանել իրենց իրավունքները եւ հարգել օրենքը։ Գիտեք ինչ է նշանակում օրենք։ Օրենքը պաշտպանում է աղքատների եւ ճնշվածների իրավունքները։ Այս համեմունքներից որևէ մեկը ունեք Հայաստանում այսօրվա դրությամբ։ Ձեր պատասխանը 100% ոչ է։ Հիմա տեսնում եք, թե ինչու են մարդկանց մեծ մասը արտագաղթում Հայաստանից այ ոչխարներ։ Նորից եմ կրկնում, եթե ժողովուրդը սովորի իր բադվի համար պայքարել եւ իր իրավունքները պաշտպանել, այս ժողովրդի առաջ խաղ ու պարել չի կարող լինի։ Նրանք ազատ օրենք գարան ում ընտրել կամ ում զրկել իշխանությունից։ Բայց արի ու տես մեր ժողովրդի այսօրվա վիճակը։ 2.5 միլիոն մարդու համար Հայաստանում կա 117 քաղաքական կուսակցություններ, որոնք գրանցված են Արդարադատության նախարարությունում։ Այս իրավիճակի համար կարող եք տալ միայն մեկ անուն։ Անարխիա, ափսոս, որ իմ ազգ այնքան բաժանված է։ Դուք վախենում եք դոկ Վարդան Ղուկասյանին ընտրեք վարչապետ։ Նա շատ վատ խոսքեր է ասում, դուք չեք տեսնում վատ խոսքեր չասողները Հայաստանը ինչ օրի հասցրին։ Ես վատ բառեր չսիրողներու մասին մի դեպք պատմեմ, իհարկե այս օրինակը ոչ բոլորին է վերաբերում։ 90-ականներին ես հանդիպեցի մի հայ կնոջ հետ։ Ցավոք սրտով նա անբարոյական կին դուրս եկավ։ Ես չէի հասկանում ոնց անբարոյական մարմնավաճառ լինելով վատ խոսքեր չի կարող հանդուրժել կամ լսել։ Այնքան հետաքրքիր էր այս թեման իմ համար, որ ես բացահայտեմ։ Դուրս եկավ, երբ նա լսում էր վատ խոսքեր, անմիջապես հիշում էր, թե ով է եղել անցյալում։ Հույսով եմ, որ անբարոյական խոսքեր չսիրողներին չհիշացրի նրանց անցյալում կամ ներկայում ովքեր են։ Ո՞րն է պատճառը, ինչ որ կատարվում է այսօր Հայաստանում, նմանատիպ մարդու իրավունքների չարաշահում, հասարակության խավերի միջև անհավասարություն։ Ինչ տարօրինակ է սա, հարուստները ավելի են հարստանում, իսկ աղքատները ավելի են աղքատանում, ով է պատասխանատուն սրա համար։ Հայ մայրն է, կամ հայ հայրը, կամ հայ ընտանիքը։ Ինչպես է ստացվում, որ այնքան քաղաքական կուսակցական գործիչ կա Հայաստանում։ Կարող է նրա համար է, որ նա ամենայն հեշտ ճանապարհն եղավ փող վաստակելու համար այսօրվա դրությամբ։ Իսկ հեշտ ձև հարստանալու համար դժբախտաբար թալանումն է։ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի մահից հետո շատ քրտնաջան աշխատում եք լավագույն վարչապետ գտնելու համար։ Բայց անցած 30 տարիների ընթացքում դուք ձեր ուզած վարչապետ չկարողացաք գտնել։ Երևի Հայաստանի համար հարմար վարչապետը այսօրվա դրությամբ գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ նա իրականանում է դոկ կուսակցության Վարդան Ղուկասյանին հետ։